Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես նկատեցի, որ կպական պատգամավոր Արփի Դավոյանը դες բավականին այսպես մտերիմ զրուցում էր եւ այլն։ Ձեր իսկ ղեկավարած կառույցում պարոն Պողոսյան քննչական կոմիտեում Արփի Դավոյանի վերաբերյալ քրեական վարույթ կա, որտեղ ինքը վկայի կարգավիճակ ունի։ Դուք քննչական կոմիտեի նախագահն եք, ինքը երկար ձեր զրուցումը, այսինքն բանակցում էր, որ կարճ է գործը։ Իրենք չպետք է մոտենան ձեզ։ Պարոն Պողոսյան, որտեղ յուրաքանչյուրը կարող է մոտենալ, դուք ղեկավար եք ու հետագայում դուք նաև կաշկանդվածություն ունենաք իրենց նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնելու կամ քրեական գործը ձեր ցանկալի ուղղությամբ տանելու, որտեղ իրենք մտեն։ Հիմա կոնկրետ Տիկին Դավոյանի մասով քննչական կոմիտեում ես օրերս էի հարցում ուղարկել եւ հարցման պատասխանը ստացել, որ նախագծությունը շարունակում է Տիկին Դավոյանը վկայի կարգավիճակ ունի։ Ինչ է ձեր համոզում այդքան եկել պարոն Պողոսյան, որ կարճ էիք։ Տիկին Մանուկյան, դուք նենց համոզիչ եք ձեր դիտարկումները ներկայացնում զարմանում քննիչներից եք սովորել։ Ես որևիցե տեսակի, որևիցե առումով, որևիցե անձից կաշկանդվածություն չունեմ, այս մեկ, ես չգիտեմ ինչ գործի մասին է խոսքը։ Ձեր չասես Տիկին Դավոյանի հետ մասին։ Մենք գործով որևիցե կոնկրետ քրեական վարույթով կամ առանձին վարույթների վերաբերյալ որևիցե տեսակի, որևիցե քննարկում չենք ունեցել եւ չենք ունենալու։ Ինչ քննարկում ունեցել ենք, եղել է հրապարակային, դուք էլ այնտեղ նստած էիք, մեր քննարկում այդ ձևաչափով։ Ես կհետևեմ քննարկումներին։ Ես սպասել եմ երկրորդ է լինելու պարոն Պողոսյան։ Բայց դուք ձեր խոսքով նշում եք, որ վկայի, եթե անձը վկայի կարգավիճակ ունի, Մեկ քայլ է Մեղադրյանը, բայց մեկ քայլը նաև կարճվել է գործը։ Դուք մտածում եք, որ վկայից մեկ քայլ է, բայց դուք գիտեք, որ նոր օրենքով արգելվում է, եթե անձը փաստացի կասկածվում է, որպես վկա հարցաքննել։ Գիտեք։ Դա չգիտեմ։ Դե իմացեք։ Բայց բոլոր դեպքերում ես կհետևեմ քննության ընթացքին